Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 21-ի համար։ Օրը ուրբաթ է, աշխատանքային օր է եւ տեսնենք թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Շնորհակալ եմ բոլորից լայքերի, մեկնաբանությունների եւ բաժանորդագրությունների համար։ Շատ շնորհակալ եմ։ Եթե կցանկանաք, նաև կարող եք բաժանորդագրվել իմ մյուս ալիքներին, հատկապես մյուս քարտերի ալիքներին, որովհետև հավանականությունը շատ մեծ է, որ կրկին կսկսեմ։ Անդադ ասում եմ, բայց ժամանակ դեռ չի լինում, բայց հավանականությունը մեծ է։ Եթե շաբաթ-կիրակի անում եմ շատ տեսանյութեր, մնացած օրերը արդեն բավականին ազատ եմ, որից բաներ անելու համար։ Տեսնենք, դեռ մի քիչ տեսանյութեր կան, որոնք որ շատ ավելի կարևոր են, որոշ մոլորակներ, որ տեղափոխվում են այս կողմից այն կողմ, այս նշանից մյուս նշան, ցանկանում եմ ձեզ անպայման ասել այդ մասին, դրա համար չգիտեմ որը անել, բայց ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել, միևնույնն է, տեսանյութեր լինում են, այսպես թե այնպես, թե քիչ, թե շատ, միևնույնն է լինում են։ Այսքանը կնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մարտի 21-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը կարող եք հուզվել, կարող եք նաև արտասվել, հնարավոր վիճեք, այստեղ ինչ-որ մարդկանց հետ դա լինի ձեր արտասուքի կամ հուզմունքի պատճառը։ Նաև ոմանք կարող են տուն մաքրել, ոմանք գործնական խոսակցություն կունենաք ինչ-որ մարդկանց հետ, գործնական հանդիպում նաև կունենաք, ոմանք թաքուն սիրային հարաբերություններ ունեն, ոմանք թաքուն եռանկյուն հարաբերություններ ունեն եւ կարող եք հանդիպել այդ օրը։ Կամ ձեր հանդեպ են թաքուն ոչե բաներ անում, կամ դուք եք անում թաքուն ոչե բան։ Եվ այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան եւ որոշ գործեր կավարտեն կամ կորոշեք որոշ գործեր, վերջնական որոշում կկայացնեք կամ կորոշվի որոշ գործեր։ Դուք էլ ինքներդ էլ կանեք, կավարտեք։ Կարող այդ գործնական թեման դրան է վերաբերվում։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայենք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 21-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը գործնական խոսակցություն ունեք ինչ-որ մարդկանց հետ կամ գործնական հանդիպում նաև։ Ժամը ձեզ համար շատ կարևոր է, ուշադրություն դարձրեք ժամին, ժամերով կարող եք խոսել եւ այլն։ Եվ ոմանք իրենց սիրված կզգան, ոմանք կարող են սիրահարվել, ոմանց կարող են սիրահարվել, նաև կարող են ձեր հարազատները լինել ձեր շրջապատում կամ ձեզ ասեն, որ որքան գեղեցիկ եք այդ օրը։ Եվ հաջողություն ունեք նաև այստեղ։ Ուղղակի օրվա վերջ, չգիտեմ ինչու, ինչ-որ բանից կամ ինչ-որ մեկից կարող եք հիասթափվել կամ տխրել նա։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մարտի 21-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը կամ վիճում եք ինչ-որ մարդկանց հետ, կամ տուն եք մաքրելու։ Եվ այստեղ կամ վիճում եք գործերը չեք կարողանում հասցնեք ավարտեք, դրա համար նեղվում եք, հուզվում եք, արտասվում եք, կամ վիճելու ընթացքում կարող եք արտասվել, կամ գործերը չեք ավարտում, չնայած այստեղ ավարտում եք, մի փոքր ուշ կարող եք ավարտել, բայց առավոտը կարող եք չեք հասցնում ավարտեք, դրա համար եք հուզվում։ Բայց ավելի ուշ այստեղ հաջողություն ունեք եւ այդ գործերի ավարտը, որոնք որ առավոտյան չեք հասցնում անել կամ որ վիճում եք դրա համար չեք անում կամ մաքրություն եք անում դրա համար չեք հասցնում ինչ որ գործեր անեք։ Այստեղ ավելի շատ հակված եմ որ վիճում եք, որովհետեւ հետո նեղվում եք այստեղ։ Այսքանը ձեզ համար։ Ամեն մարդու մոտ դե տարբեր կարող է սա լինել։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մարտի 21-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը մի փոքր ցավ ունեք, այստեղ ինչ-որ բան է ձեզ ցավ տալիս։ Նաև ունեք թաքուն սիրային հարաբերություններ,
գախտնի եռանկյուն հարաբերություններ, կամ կարող է դա է բացահայտվում, որ գտնում եք եռանկյուն հարաբերությունում, բայց չգիտեիք այսքան ժամանակ, կամ սա գախնի գործողություններ են ձեր հանդեպ, կամ դուք եք անում։ Եվ օրը ձեր ձեռքում է շատ բան ձեզանից է կախված, ինչպես կանեք, ինչ կանեք, ինչպես կընդունեք յուրաքանչյուր փաստ։ Եվ մի փոքր երեկոյան հուզվում եք, նաև կարող եք արտասվել։ Ընդհանուր ֆոնից է կարծես թե օրվա։ Դրա համար է ասում, ձեր ձեռքում է։ Ֆոնը փոխել է։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին մարտի 21-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը օձեր կան, բամբասանքներ կան, խոսակցություններ, նաև այստեղ ինչ-որ մի բանից կամ ինչ-որ մեկից կարող եք հեռվանալ, որը որ ձեզ կարող է ցավ տալ եւ արտասվեք։ Նաև այդ բամբասանքների պատճառով է դա, որովհետեւ այստեղ երջանիկ եք եւ այդ բամբասանքները կարող են ձեզ խանգարել, կամ երկու տարբեր ինչ-որ պահեր են օրվա ընթացքում։ Մեկը դա է, որ ինչ-որ բանից կարող եք հեռվանալ, ինչ-որ մեկից կարող եք բաժանվել եւ այդ կարող եք արտասվել կամ հուզվել ուղղակի, իսկ մյուս կողմից այստեղ երջանիկ եք, որից է նամակ կարող եք ստանալ, որից է փաստաթուղթ կարող եք ստանալ, որը որ ձեզ կարող է ուրախացնի։ Եվ այդ օրը որից իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, նաև դա կարող է լինել վերջին 1 ամսվա իրադարձության ավարտը։ Եվ տատանվում եք, օրվա վերջ արդեն ծանրութեթև կանեք ընդհանուր օրը։ Հա, ինչ եղավ, ինչպես եղավ։ Այսքանը ձեզ համար։ Մի թույլ տվեք, որ այդ օձերը ինչ-որ մի բան անեն։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մարտի 21-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը ոչ հարցեր կորոշվեն, կավարտվեն։ Ձեզ սիրված կզգաք, ձեզ լավ կզգաք, որ այդ հարցերը որոշվեցին, եւ ինչ որ բան է կանգնած, ինչ որ բան է դանդաղում, դա ձեզ տհաճություն է տալիս, որ դա կանգնած է։ Եվ կարող ինչ որ տհաճ պահեր լինեն, դա նաեւ ասում է, որ քայլ անելուց առաջ երկար մտածեք, այդ տհաճ պահերը կարող են լինել եւ մարդը իրեն չկարողանա զսպել եւ ինչ որ բաներ ասի կամ անի։ Նաև որոշ բաներ ձեր գործեր ձեր ձեռքից կարող են գնալ, դա անկայուն գործեր կամ արել եք արդեն, վերջացրել եք, տալիս եք գնում է ձեր ձեռքից, հա, ու ուղարկում եք գնում է։ Նաև նվեր կարող եք գնել կամ ստանալ, կամ ինչ որ մի բան է, որը ձեզ համար նվերի կարգի է, այդպես ոչ ֆիզիկական նվեր, եւ հաղթանակած դուրս կգաք ինչ որ մի հարցում։ Այսքանը։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին մարտի 21-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը ինչ որ գործեր կան, որոնք որ կարող են ձեր ձեռքից գնալ, իրենք ամուր գործեր չեն, որ մնան, հա, կամ ինչ որ մի բան արել եք, տալիս եք տիրոջը, կամ ինչ որ գործեր են, որ բաց կթողնեք ուղղակի։ Այդ օրը ոմանք սիրային ժամադրություն ունեն, ոմանք պայմանավորվածություն իրենց սիրելի մարդկանց հետ, նաև այստեղ ձեր ցանկությունները կիրականանան հնարավոր է երեխաների հետ կապված, կարող է հղիություն է, ծննդաբերություն է կամ ինչ որ մի արարողություն է երեխաների հետ կապված, որտեղ որ ինչ որ մի կարևոր դեր է խաղում, ինչ որ մի բան է, որը որ ձեր ցանկությամբ էր, որ հենց այդպես պետք է լիներ։ Նվեր կամ դուք կստանաք կամ արդեն այդ երեխային միգուցե նվիրեք, եւ կամ թաքուն գործողություններ եք անում, դա մայր ձեր ցանկությունը իրականանում, ինչ որ մի բան եք կարող կազմակերպել, կամ այստեղ ոմանք ունեն թաքուն սիրային հարաբերություններ, թաքուն եռանկյուն հարաբերություններ եւ կարող եք հանդիպել այդ օրը։ Եվ չի բացառվում այստեղ ավելի շատ ոնց որ թաքուն գործողություններն են այդ առիթի հետ կապված, որովհետեւ այստեղ առիթի ավելի շատ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճների մարտի 21-ին։
Հարգելի կարիճներ, այդ օր առավոտյան ինչ-որ բանից կամ հիասթափվում եք, կամ ինչ-որ մեկից եք հիասթափվում, կամ նաև կարող եք տխրել։ Եվ օրվա ընթացքում նվեր կամ կգնեք, կամ ձեզ նվեր կտան, կամ ինչ-որ բան կարող է լինել, որը որ նվեր է ձեզ համար որպես, եւ ինչ-որ գործեր չեք հասցնի անել, որովհետեւ այստեղ կամ վճարել եք ինչ-որ մեկին, բայց ինչ-որ մի բան է կանգնած, չի գալիս, տեղ չի հասնում, կամ դուք կարող եք գնալ երկար մնալ ինչ-որ միտեղ, նվերը գնում եք եւ գնում եք ինչ-որ միտեղ եւ այնտեղ երկար ժամանակ կարող եք մնալ։ Դա համար ձեր գործերը չեք անում, չեք հասցնում եւ կարող հիասթափվում եք, որ գործերը թողեցիք, գնացիք այնտեղ, որ այնտեղ մասնակցելու, բայց ապուշություն է, հնարավոր է նման ոչ մի բան։ Եվ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը երկար մտածեք, նոր արեք։ Գուցե գումարը ծախսելու, գումարը վճարելու, այդպես դրա հետ կապված։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մարտի 21-ին։ Հարգելի աղեղնավորներ, ուրեմն այստեղից բոլոր քարտերը տեղափոխվեցին այստեղ։ Ինչ որ ասեմ, հիմա այստեղ գալիս է ձեր կյանք։ Այս սեղանի շուրջ նստել, երեխաների հետ կապված ոչ իրադարձություն, հյուր, նվեր եւ ուրախ եք։ Տրամադրությունը բարձր է, դա ոնց որ մտնում է ձեր կյանք։ Նաեւ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը այդ օրը եւ ժամին նույնպես։ Ոչ հարցում հաղթանակած դուր կգաք, ինչ-որ մի բան ձեր օգտին կավարտվի, բայց սուտ ունեք, օրվա մեջ դա հաշվի առեք, վերջերս ոնց որ ձեզ շատ են գնում սուտը, եւ որոշ գործեր կարող եք անել ավարտել վերջացնել, ինչ-որ հարցեր կարող են լուծվել։ Այսքանը ձեզ համար։ Գուցե տանը նստած եք, մեկ էլ ձեզ կանչում են առիթի։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մարտի 21-ին։
Հարգելի աջակցություններ, ոմանք այդ օրը կարող են սիրային ժամադրության գնալ կամ պայմանավորվեք ձեզ հարազատ մարդկանց հետ, ձեր սիրելի մարդկանց հետ, այստեղ նաև ունեք ընկերոջ հետ, ընկերուհու հետ հանդիպում, որոշ տհաճ պահեր կարող են լինել, ինչ որ գործեր կարող են գնալ ձեր ձեռքից, ինչ որ բաներ, որոնք որ այդքան էլ ամուր չէին, եւ գումար կծախսեք կամ գումարի մասին ինչ որ մեկի հետ կարող եք խոսել։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մարտի 21-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը գործնական կամ հանդիպում կունենաք կամ նաև խոսակցություն ինչ-որ մարդկանց հետ կամ մարդու հետ։ Եվ օրը ձեր ձեռքում է շատ բան ձեզանից է կախված, ամեն ինչ է կախված նաև ձեզանից։ Եվ ոչ թե միտեղ կարող գնալ երկար մնալ, կամ ինչ-որ բան է դանդաղում, ինչ-որ բան է կանգնած։ Եվ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ անպայման մի բան կանգ առեք, հետո նոր արեք։ Եվ ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մարտի 21-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, նաև ճանապարհ կարող եք գնալ կամ ձեզ մոտ կարող են գալ, որովհետեւ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս եւ այդ օրը եւս կկատարվի կամ վերջին 1 ամսվա որևէ իրադարձություն կարող է ավարտվել։ Ինչ որ ցավ է ստեղ ունեք, հնարավոր է ինչ որ մի բան է ձեր ձեռքից գնում, դա է ձեզ ցավ տալիս։
ինչ որ անկայուն գործեր, դա կարող է գնալ եւ դա ձեզ ցավ տա։ Հանդիպում ունեք այդ օրը ինչ-որ մեկի հետ եւ ոմանք կամ ինտիմ հարաբերություններ են, ոմանց նաեւ կարող է պարկեք, ուղղակի հանգստանաք կամ շուտ քնեք, կամ նաեւ ուշ, այստեղ ավելի շատ երևի թե շուտ եք քնելու։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։